Տիկին Վարդապետյան, որ պատգամավորներին կոչ էի անում գրավոր դիմել պատասխանը, ես շատ կասկածում եմ, թե պատգամավորները կստանան այդ պատասխանները, որովհետև օրինակ փետրվարի 13-ին գրավոր դες հարցում եմ ուղարկել, հիշեցնելով Նիկոլ Փաշինյանի հերթական անգամ հարց պատասխանին ընդդիմությանը 5-րդ շարասյուն լինելու բանի մեջ մեղադրելուն եւ դիմել է հանցագործության մասին հաղորդում ու ակնկալել է դեզանից պատասխան, մինչև հիմա պատասխան չեմ ստացել։ Հիմա հարցս շարունակելով մամուլում եղած հրապարակումների հետաքննությունների արդյունքում հարուցվող կամ չհարուցվող քրեական գործերին Factor AM կայքը վերջերս բավականին տարողունակ մի հետաքննություն էր իրականացրել, համաձայն որի 44-օրյա պատերազմի 4-րդ օրը Նիկոլ Փաշինյանը ընդունել է մի որոշում, որով երկրում նոր մենաշնորհ էր սահմանվել, խոսքը ապրանքների դրոշմավորման մասին էր եւ պետք է օպերատոր ընտրվեր ու այդ օպերատորին էր ամբողջ գումարը հասնելու փոխարենը որ պետական համակարգը կարող էր իրականացնել եւ միլիարդավոր դրամները հոսեին պետական բյուջե։ Հետո արդեն պատերազմից հետո մի քանի օր հետո ընտրությունը տեղի ունեցել եւ պարզվել է այն օպերատորին, որ ընտրել են, պատահականորեն պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի սեփական ընկերությունն է եւ դրանից հետո էլ չի աշխատել, հարուցվել է քրեական գործ այդ հարցով, եթե կարելի է էլի նախաքննության գաղտնիքը չխախտելով կարող եք ինչ-որ մանրամասներ ասել այդ քրեական գործի հետ կապված։ Շնորհակալ եմ։ Պարոն Մանուկյան, ձեր հարցման բովանդակությունը, քանի որ բարձրաձայնեցիք, ես մի քանի հարցում եմ հիշում նույն բովանդակությամբ, որ դուք մեզ ուղարկել եք, եթե սխալվում եմ, մեկ հարցում չի, որին պատասխան չեք ստացել։ Ես լրացուցիչ կճշտեմ, բայց ես եմ հիշում, որ ես ձեր հարցմանի պատասխան ուղարկել եմ։ Մի հատ նորից կճշտենք, որովհետև մենք ամեն դեպքում անհետևողական չենք մեզ ուղված գրավոր հարցումների հետ կապված։ Իսկ մյուս վարույթի հետ կապված պետք է ներողություն խնդրեմ, քանի որ էլի ակտիվ քննության փուլում գտնվող վարույթ է, որի վերաբերյալ տվյալ չեմ կարող ներկայացնել, մինչև այն փուլը, երբ որ պատրաստ կլինենք արդեն գոնե անիֆի չափ տեղեկատվություն ներկայացնել, հաջորդիվ որևէ ձևաչափով տեղեկատվություն ձեզ կներկայացնենք կամ գրավոր կամ բանավոր։ Արձագանք պարոն։ Շնորհակալություն առիթից օգտվելով որ արձագանքի հնարավորություն կա։ Այս դրոշմա պիտակի մասին է գործընկերներ։ Որակով շատ ավելի վատն է, քան նախկինում եղել է։ Առնվազն ծխողները կհաստատեն, որ Հայաստանում գործող խանութների վաճառողների մեծ մասը ամեն օր անիծում է այս գաղափարը մտցնողին, որովհետև սիգարետների այդ ակցիզները, այդ սարքերը չեն կարդում։ Ստիպված հալեցնում են, տոպրակն են պոկում եւ իրականում նաեւ շատ ավելի բարձր գին է սահմանվել ու բազմաթիվ ապրանքներ այդ առումով սարսափելի մեծ խնդիրներ են առաջացրել, հատկապես առևտրային ոլորտում։ Իհարկե խոսքը վերաբերում է, որ ամեն ապրանք պետք է հաշվառվի եւ այլն, բայց բազմաթիվ տեխնիկական լուրջ խնդիրներ են առևտրային ոլորտում առաջացնում, ամեն դեպքում ուշադիր կհետևենք իրավապահների գործողությանը այս հետաքննությանը եւ ընդհանրապես շնորհակալություն մեր բոլոր հետաքննող լրագրողներին, որոնք նախկին իշխանությունների ժամանակ հիմա ցանկալի ու վստահ եմ ապագայում էլ իրենց հետաքննություններով միշտ իշխանության գործունեությունը, իշխանավորների գործունեությունը լուսարձակի տակ կպահեն։ Շնորհակալ եմ։ Միանում եմ ձեր շնորհակալություններին, կիսում եմ ձեր պատկերացումները, տիկին դատախազ կարող եք զբաղեցնել ձեր տեղը, հարցերը ավարտվեցին։